Ամանորի տոնական այս երեկո Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրական սիրով մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ։ Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի եւ նորի, անցյալի եւ ապագայի միջև։ Եվ առիթ որովհետև դրանց անկեղծ ու շիտակ գնահատականն է պայմանավորում այն տեսլականն ու ակնկալությունները, որոնցով մուտք ենք գործում 2020 թվական։ Անցնող 2019 թվականը պետական կյանքի վերակազմակերպման նոր ծրագրերի իրագործումների ժամանակ եղավ։ Հայրենական, ազգային եւ հոգեվոր մեր անդաստանում ունեցանք հաջողություններ։ Դրական իրագործումների կողքին տակավին արկա են պահանջում են մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքն ու աշխատանքը։ Յուրաքանչյուրիս ծառայանվիրումի ոգին, պատասխանատվությունն ու դավանած արժեքներն են, որ պիտի իրական դարձնեն հզոր հայրենիքի պայծառ ապագայի մեր տեսիլքները։ Նոր տարին նոր սկիզբ է մեր կյանքը նորոգելու եւ առաջընթացի ուղիներում հաստատում պահելու։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր ապրած յուրաքանչյուր օրվա համար։ Պատասխանատու ենք Աստուծո, մեր պատմության, մեր նախնյաց եւ սերունդների առջև։ Հայրապետիս հորդորն ու պատգամն է, սիրելիներ, որ այս գիտակցությամբ անենք առավելագույնը, Հայաստանն ու Արցախը հզորացնելու, մեր կյանքը խռով եւ միասնականությունը ազգային մեր կյանքում։ 2020 թվականը հայրենաշինության եւ ազգային կյանքի պայծառացման տարի դարձնենք, միմյանց հանդեպ սիրով, բարու մեջ մեր նախանձախնդրությամբ եւ միշտ ապավինելով Աստծուն, քանզի ինչպես Սաղմոսերկուն է ասում, Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապես։ Ամանորի այս հուսառատ պահին մեր ջերմ բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ, պաշտոնյա, գործարար, մտավորական, արվեստագետ, հողի մշակ ու աշխատավոր, բոլորիդ, ում ջանքերի, հավատքի, նվիրումի շնորհիվ զորանում են կամքն ու վճռականությունը, կերտելու մեր հայրենիքի ու ժողովրդի անկասելի առաջընթացը։ Հայրապետիս սերն ու բարձր գնահատանքը հայոց բանակի յուրաքանչյուր քաջարի զինվորի, մեր աղոթն ու օրհնությունը նոր տարին ծառայության մեջ դիմավորողներին եւ այս պահին ընտանեկան օջախից հեռու գտնվողներին։ Աղոթենք միասնաբար։ Նաև նեղության մեջ գտնվողների, հոգվով եւ մարմնով տկարների համար։ Մեր աղոթքը բարձրացնենք աշխարհի խաղաղության համար, հայցելով, որ բարին Աստված իր սուրբ աջի ներքո պահպանի մեր հայրենիքը եւ Արցախի մեր իշխանությունների ջանքերը, դարերով փայփայած անկախ պետականության զորացման ճանապարհին։ Թող փրկիչ մեր Տիրոջ սերն ու առաջնորդները միշտ ձեզ հետ լինեն, հովանի ձեր կյանքին եւ ձեր ընտանիքներին։ Շնորհավոր նոր տարի։
Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, եւ համայն հայության մայրաքաղաք Երևանի սրտից, Հանրապետության հրապարակից, որտեղ 2018 թվականի գարնանը իրար հետ իրականացրեցինք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ Եվ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի իմ ամանորյա ուղերձում խոստացել էի, որ 19 թվականի ընթացքում մենք նվաճելու ենք նոր բարձունքներ, արձանագրելու ենք նոր հաջողություններ եւ առաջին հերթին մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքով։ Ուրախ եմ փաստել, որ տեսանելի, շոշափելի ու չափելի բազմաթիվ արդյունքներ ենք արձանագրել անցնող տարվա ընթացքում։ 2019 թվականի արդյունքներով Հայաստանը ամենամեծ տնտեսական աճն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն Եվրասիական տնտեսական միության տարածքում, ոչ միայն ԱՊՀ-ում եւ յետխորհրդային ողջ տարածքում, այլև ենթադրաբար եվրոպական տարածաշրջանում։ Հայաստանը վստահաբար 2019 թվականի տնտեսական աճի ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրների թվին է դասվելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են տեսնել եւ զգալ մեր տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ 2019 թվականի ընթացքում Հայաստանում նորոգվել են այնքան ճանապարհներ, որքան 2015, 16, 17 թվականներին միասին 2020 թվականի հունվարի 1-ից բարձրանում են բոլոր տեսակի կենսաթոշակները եւ նպաստները, ավելանում է նվազագույն աշխատավարձը։ Իրականացվում են զուտ սոցիալական ծրագրեր, բյուջեը դեռ 2003 թվականից բնակարան հատկացնելու պարտավորություն ունի, ի վերջո ստանում են բնակարաններ։ Լուծվում է զինթոշակառուների բնակարանային խնդիրը, ինչի համար հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ։ 1 միլիարդ 500 միլիոն դրամ է հատկացվել 121 փախստական ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նման ծրագիր Հայաստանում նախկինում երբեք չի իրականացվել։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ հիմա Հայաստանը գտնվում է աղքատության ամենացածր մակարդակի վրա, նման հաշվառում իրականացնելու մեկնարկի օրվանից ի վեր։ Մեր երկրի միջազգային պահուստները հասել են աննախադեպ ծավալների, գերազանցելով 2.8 միլիարդ դոլարը։ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով։ Ընտանիքների աջակցում է աշխատանքով հաղթահարել աղքատությունը եւ կառուցել բարեկեցություն։ Կարևոր է ընդգծել նաեւ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել շուրջ 84,000 նոր աշխատատեղ, անշեղորեն նվազում է, կարելի է շարունակել։ Այս թվարկումը սակայն անում են ոչ միայն 2019 թվականը ամփոփելու, այլև 2020 թվականի մեր նշաձողերը սահմանելու համար։ Նոր տարին դիմավորում ենք բարձր տրամադրությամբ, ամրապնդված ինքնավստահությամբ, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ նորոգված հավատով։ 2020 թվականը դառնալու է թերահավատներին հուսավառելու եւ հավատավորների թռիչքի տարի։ Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի։ Սա է այս հեղափոխական, սիրո եւ համերաշխության, բազմամարդ ու խինդառատ հանրապետության հրապարակի մենք ծավալուն փոփոխություններ ենք իրականացրել հարկային օրենսգրքում, որ 2020 թվականը դառնա մեր քաղաքացիների տնտեսական ակտիվության բացառիկ տարի։
Հեղափոխությունից հետո 100 միլիոնավոր հավելյալ դոլարներ են մտնում Հայաստանի Հանրապետություն եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, թե ստեղծարար ձեռնարկատիրության ինչ նախագծով կարող է իր մասնաբաժինը ստանալ այս ազգային հասարակություն ստատված են անհնարինը իրականություն դարձնելու ժամանակներ 2018 թվականին շատ քչերն էին հավատում, որ հնարավոր է երկրում իրականացնել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն 2019-ին շատ քչերն էին հավատում, որ արձանագրելու ենք համաշխարհային ուշադրության արժանի տնտեսական ցուցանիշներ 2020 թվականը դառնալու է թերահավատներին հուսավառելու եւ հավատավորների թռիչքի տարի Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հոգեբանական թռիչքի տարի 2019 թվականին մենք ըստ էության փակել ենք այսպես կոչված 80-ականների զենքերի ամոթալի էջը։ Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ձեռք բերեց Su-30 SM գերժամանակակից բազմաֆունկցիոն գերժամանակակից համակարգեր։ 2019 թվականին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք եւ զինամթերք ենք ձեռք բերել, որոնք կամ հենց 2019 թվականի արտադրության են, կամ բոլորովին չօգտագործված։ Ոչ պատերազմի համար, իսկ մեր խաղաղությունն ապահովում են այսօր, հիմա, հենց այս պահին առաջնագծում, սահմանին կանգնած եւ իրենց զորամասերում մեզ հետևող զինվորները, սպաները, գեներալները։ Ամանորի այս հանդիսավոր հարթակից հատուկ ողջուններ եմ հղում նրանց եւ շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար։ Ասեմ նաեւ, որ բանակում սկսվել եւ մեծ թափով առաջ է շարժվում զինվորներին բարձրորակ սննդով ապահովելու նոր համակարգի ներդրումը, որը լայն դրական արձագանք է գտել զինվորների, նրանց ծնողների եւ հանրության շրջանում։ 2020 թվականի կարգով ապահովել հայոց բանակի բոլոր զորամասերը, ինչի արդյունքում մեր զինվորների ամենօրյա սեղանները կլինեն իրենց մատուցած ծառայության արժանի։ Հատուկ ողջուններ եմ հղում Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության, այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեներ անցկացնում են ծառայության մեջ, ապահովելով երկրի ու ժողովրդի անվտանգությունը եւ շնորհակալություն եմ հայտնում նրանց իրենց ծառայության համար։ Ջերմորեն ողջունում եմ առողջապահության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տրանսպորտի, հանրային սննդի ոլորտի այն աշխատողներին եւ ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր ամավնորանքի անդամների հետ այլ աշխատանքի մեջ։ Եվ ի վերջո ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ու հատկապես ողջունում եմ այն մարդկանց, ովքեր այս պահին այստեղ են։ Քաղաք Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտակ եւ ծառայում եմ բոլորիդ, ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են։ Սիրելի հայրենակիցներ, որովհետև նոր տարին ահա եկավ, շնորհավոր ամառ եւ սուրբ ծնունդ, եւ ուրեմն կեցե ազատությունը, եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում, դուխով ժողովուրդ ջան, դուխով